երկիրը ընդհանուր առմամբ գտնվում է երևի իր վերջի 101-ի պատմության մեջ ամենաբարձր ճամփա բաժանի առաջ։ Երբ որ գործող վարչախումբը խոսում է 4-րդ հանրապետությունից, ցանկացած մարդ, որը կարողանում է մեր ասած տեքստը կարդալ եւ հասկանա, որ խոսքը գնում է ապազգային մի ուղու մասին, որում Հայաստանի Հանրապետությունը այլևս հայկական պետություն չի լինելու։ Եվ նա լինելու է պարզապես ինչ-որ մի պետական կազմավորում, եւ այդ տրամաբանության մեջ նույնիսկ հասկանալի չէ, արդյոք գոյություն ունենալու հայկական սփյուռք, որը կապ ունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ավելին ձեզ ասեմ, գործող վարչախմբի ղեկավարը մի անգամ նույնիսկ ասել է բացահայտ դրա մասին, որ սփյուռքը չպետք է խառնվի մեր գործերին։ Մինչև այդ 35 տարի մենք զարգացել ենք այլ տրամաբանության մեջ, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը դա հայկական ազգային պետություն է, եւ այն ոչ միայն իր քաղաքացիների պետությունն է, այլև ողջ հայության պետությունն է, պատահական չի, որ ցանկացած հայ ազգի անհատ կարող է պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալ, պարզեցված կարգով Հայաստանում ներդրումներ կատարել, ծրագրեր իրականացնել եւ ըստ էության իր ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության մեջ որպես հայության ընդհանուր խարիսք, հայության ընդհանուր առանցք։ Հիմա այդ ամբողջ տրամաբանությունն է, որ ողջ հայությունը աշխարհասփյուռ համախմբված է Հայաստանի Հանրապետության շուրջ կոտրվում է։ Եվ այն լարվածությունը, որի մասին ասաց պարոն Մխիթարյանը, ըստ էության պատահական չի, որովհետև իրականում երկընթրանկի առաջ են կանգնած ոչ միայն մենք, ովքեր այստեղ ենք ապրում, այլև ցանկացած հայ ազգի մարդ աշխարհի ցանկացած ծայրում։ Ինչ է այսուհետ լինելու Հայաստանի Հանրապետություն, ինչպես է կազմակերպված լինելու մեր ազգային կյանքը, արդյոք Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել այն ձգողականության կենտրոնը, որի շուրջ համախմբվում է հայությունը, թե նա կորցնելու է այդ ֆունկցիան եւ հայության ազգային կյանքը տրոհվելու է բազմաթիվ կտորների ամեն մի սփյուռքահայ համայնք, ամեն մի երկրում ապրելու է իր տրամաբանությամբ եւ նաեւ իր ընդունող երկրի տրամաբանությամբ եւ ժամանակի ընթացքում տարալուծվի այդ երկրի մեջ, ինչպես բազմաթիվ այլ համայնքներ են ժամանակի ընթացքում տարալուծվել Լեհաստանում, Հնդկաստանում եւ այլն։ Սա իսկապես շատ ծանր մարտահրավեր է մեր առաջ։ Անսպասելիորեն ծանր, մենք Հայաստանում ապրելով մինչև վերջ չենք զգում գուցե ապազգայնացման ողջ արհավիրքը մինչև հիմա։ Չնայած այս ճանապարհը ասած ամեն օր նա մեզ մոտենում է եւ օղակը սեղմվում է, բայց դուրսը մարդիկ ինձ թվում է դա ավելի սուր են զգում եւ դա սկսվել է 44-օրյա պատերազմից, երբ որ եղավ առաջի հաստատության ալիքը, բայց այս գործող վարչախմբի ամեն հերթական հայտարարություն, ամեն հերթական դիրքավորում որպես թուրանական տարածքի մեջ օղակ մարդկանց մոտ ավելի սրում այդ հիասթափությունը, հուսալքությունը եւ ինչ-որ իմաստով նաեւ տարակուսանքը թե ինչ պետք է տեղ ունենա։ Ոստի ես կարծում եմ, որ Հայաստանում ապրող արժանապատիվ մարդիկ, ուժերը, հասարակական կառույցները եւ այլն պետք է այլընտրանք գտնեն, նրանք իրենց վրա պետք է տանեն այն բեռը, որը անհրաժեշտ է, որովհետեւ մենք կարողանանք Հայաստանի եւ Սփյուռքի հայության կապը շարունակենք պահել, մինչև ինչ-որ իմաստով այս իրականությունը կփոխվի, իսկ այն որ նա պետք է փոխվի, ես դրանում կասկած չունեմ։ Ուստի ուզում եմ ողջունել այսօրվա համաժողովը, կարծում եմ, որ քննարկումը պետք է գնա հենց նրա մասին, թե նոր պայմաններում, երբ որ մենք կանգնած ենք այս երկընտրանքի եւս մարտահրավերների առջև, ինչ է պետք անել, ինչ ազատության աստիճաններ մենք ունենք, ինչ է հնարավոր, ինչն է իրատեսական եւ ինչը ոչ, եւ ինչպես կարող ենք մենք նաեւ միավորել մեր ուժերը, որպեսզի կարողանանք մեր ազգային միասնությունը, որը շատ ուժեղ է ճակերակրել այս ընթացքում, աստիճանաբար վերականգնենք։ Ողջունում եմ ձեզ եւս մեկ անգամ, վերադարձնում եմ միկրոֆոնը Ատոմին եւ այսօր արդյունավետ եւ բեղուն աշխատանքի ցանկանում շնորհակալություն։